Կան բառեր, որոնք պարզապես ձայներ են անցնում օդում։ Դրանք վերածվում են հիմքերի կամ անդունդի իրենց ճակատագրի կառուցման գործում, որոշ արտահայտություններ, որոնք կրկնվում են առանց արտացոլման, գործեք որպես դանդաղ թույն, որը քայքայում է դրանց բարգավաճման հիմքերը, 3 թվացյալ անվնաս արտահայտություններ, բայց երբ հաճախակի արտասանվում են, նրանք ցրվում են մտքում ընկալման սակավությունը և նույնիսկ արգելափակում են այլընտրանքային ուղիները տեսնելու հնարավորությունը, կարող եք լինել խելացի, աշխատասեր և պատրաստված, բայց եթե այդ արտահայտությունները ձեր ամենօրյա բառապաշարի մի մասն են, նրանք կխաթարեն ձեր ջանքերը, քանի որ դրանք ասում են, թե ինչպես է դա ստանալ։ Բառերը բանալիներ են, որոնք բաց են անում կամ կողպեք դռները, երբ կրկնում եք ձեր ներուժը նվազող արտահայտություններ, տիեզերքը պատասխանում է նույն մետաղադրամում, քանի անգամ եմ ասել, գրեթե ինքնաբերաբար, նման բաներ, ինչպիսիք են ես պայմաններ չունեմ, կամ սա ինձ համար չէ, այս հայտարարություններից յուրաքանչյուրը պարզապես արդարացում չէ։ Դա անտեսանելի պատի վրա աղյուս է, որը դուք ինքներդ եք կառուցում ձեր շուրջը, ժամանակի ընթացքում այս պատը դառնում է ծանր բանտ, ամենավատն այն է, որ դուք բարձրացնում եք այն ժպտացող, մտածելով, որ դրանք պարզապես աննշան բառեր են։ Հազարամազերծող իմաստությունը սովորեցնում է, որ մարդը նույնքան պատասխանատու է իր խոսքերի համար, որքան իր գործողությունները, քանի որ բառը միայն ձայն չէ, դա քողարկված գործողություն է, այն մտքեր է առաջացնում, մտքերը դառնում են վերաբերմունք, և վերաբերմունք սովորություններ, եթե ձեր խոսքերը աղքատություն ունենան, ձեր կյանքը շուտով արտացոլի այն, շատերը մեղադրում են արտաքին հանգամանքների, պետին, կառավարությունը, տնտեսական ճգնաժամը իրենց ֆինանսական իրավիճակի համար։ Բայց ճշմարտությունն ավելի անհարմար է, հաճախ աղքատությունը սկսվում է խոհանոցում տրտնջալ արտահայտությամբ, բանկային գիծը կամ ընկերների հետ զրույցի մեջ, արտահայտությունները, որոնք իրենց գրպանում փոքրիկ քարերի պես կշռում և կանխում են առաջընթացը։ Հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, որ լեզուն կարող է լինել նրա ամենամեծ դաշնակիցը կամ դրա ամենավատ թշնամին։ Պատկերացրեք մի փոքր հին քաղաքում շուկա, որտեղ առևտրականները ցուցադրում են իրենց ապրանքները, երեխաները վազում են վրանների և կանանց միջև, քննարկում են գները, մի երիտասարդ դժգոհում է, ես երբեք փող չունեմ, ամեն ինչ աշխատում է հենց ուրիշների համար, ձեր հայրը կտրուկ ընդհատում է նրան, որ ռեբուզը ցնցում էր, բայց դասը գրանցվեց ընդմիշտ, տղան հասկացավ, որ լեզուն կարող է դռներ բացել առատության կամ անհրաժեշտության համար, շատերը սխալվում են այստեղ։ Հավատացեք, որ բառերը աննշան են, որոնք ուժ չունեն, բայց այս թվացյալ անտեղի մանրամասնում է, որ ճաքերը ծնվում են, որ ժամանակի ընթացքում ամբողջ կառույցը տապալելու համար։ Եղեք ազնիվ։ Քանի անգամ եք ճնշել ես անհաջող եմ արտահայտություններով, ես երբեք չեմ ստանա կամ սա ինձ համար չէ, այս բառերը հաստատում են հաստատումները, դուք հրավիրում եք այս իրողությունները ինքներդ ձեզ ապրելու ձեր տանը, եթե այսօր անընդհատ կրկնում եք դրանք, վաղը նրանք նստած կլինեն ձեր սեղանի մոտ, քնելու ձեր սենյակում և թելադրելով ձեր երեխաների ապագան, ոչ մի սխալ։ Դա մոգություն չէ, այն մտքի մեխանիկական է, ինչ եք կրկնում ամեն օր ձևավորում է ձեր մտածողությունը, միտքը սահմանում է ձեր ընտրությունը, ընտրությունները գործողություններ են առաջացնում, և գործողությունները արդյունք են տալիս, սա շղթան է, հետևաբար, բառերը ճակատագիր են։ Այս ճշմարտությունը կարող է դժվար թվալ, բայց առանց դրան կանգնելու իրական փոփոխություն հնարավոր չէ։ Հաջորդ մասերում մենք կվերլուծենք 3 նախադասություններից յուրաքանչյուրը, որոնք որպես սուր մկրատ կտրում են իրենց ներուժի թևերը։ Դրանցից առաջինը պարզ և թվացյալ անվնաս է, ոչ, առանց մտածելու եք, ես փող չունեմ, ես ժամանակ չունեմ, ես հնարավորություն չունեմ, թվում է, թե պարզապես իրականության ազնիվ նկարագրություն է, բայց իրականում այն նախադասություն է, որը դուք ամեն օր ստորագրում եք ձեր դեմ ընտանիքներում, որոնք զարգացնում են նախնիների իմաստությունը, այն սովորեցնում է երեխաներին։ Խուսափեք ոչ ասելուց, երբ կարող եք ասել, քանի որ ոչ վերջնական կետն է, իսկ դեռ ոչ կույս է։ Ուի։ Առաջին դեպքում դուռը փակվում է, երկրորդում այն մնում է աչար, ով է ասում դեռ ոչը ողջ է պահում աճի հնարավորությունը։ Պատկերացրեք երկու հարևան հավասար պայմաններում, մեկը պատասխանում է ոչ, դա ինձ համար չէ հնարավորությունների մասին, մյուսն ասում են դեռևս, բայց պատրաստվում եմ, տարիներ անց նրանց միջև եղած տարբերությունը կլինի անդունդ։ Հոգեբանությունը հաստատում է, մեր ուղեղը սահմաններ է ստեղծում մեր օգտագործած բառերի հիման վրա, երբ ասում եք ոչ, ձեր ենթագիտակցական դադարում է լուծումներ փնտրել, ահա թե ինչ են կանչում փորձագետները հոգեկան ծուղակ։ Արագ արձագանքը արգելափակում է խորը արտացոլումը, դուք դադարում եք տեսնել այլընտրանքներ, որոնք կարող են ճիշտ լինել ձեր առջև։ Հին վաճառողը լսեց իր աշակերտը, որը պատմում է հաճախորդին. Ոչ, մենք չունենք այս ապրանքը, խանութի սեփականատերը ամուր շտկվել է, ասա։
Մենք դեռ դա չունենք, բայց կարող եմ այն ձեռք բերել, նա սովորեց մտածել շարունակականության մասին, ոչ թե վերջը, տարիներ անց նա դարձավ հարգանքի վաճառական, քանի որ նա գիտեր, թե ինչպես կարելի է բաց պահել նրա դռները։ Ահա, որտեղ շատ մարդիկ կոտրում են իրենց ապագան, նրանք կարծում են, որ ոչը նրանց պաշտպանում է հիասթափություններից, բայց իրականում այդ բառը գողանում է իրենց հնարավորությունները, ոչը ասելով, դուք պարալիզ եք անում, իսկ աշխարհը շարժվում է։ Լավ աշխատավարձերը, դժվարությունները եւ անորոշությունները կարող են հաղթահարել, բայց եթե ձեր լեզուն ամրապնդի անհնարինության գաղափարը, մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական, ոչը դառնում է պատ, որի դեմ դուք բազմիցս թեքվել եք։ Հին իմաստությունը սովորեցնում է, սա միստիզմ չէ, բայց ընդհանուր իմաստ, երբ շնչում եք, դռները բաց են, բայց ձեր լեզուն կարող է փակել դրանք, շատերը ոչը են օգտագործում հոգնածության համար, որպես ապաստան, որը նրանցից պատասխանատվություն է վերցնում։ Այնուամենայնիվ, հենց այն պատասխանատվությունն է, որն ուժեղանում է, համակենտրոնացման ճամբարներից վերապրած Վիկտոր Ֆրանկլը գրել է, որ իմաստը ծնվում է, երբ մարդը ընտրում է չհանձնվել, նույնիսկ ամենավատ անբարեն պաստություններում, ոչը, ձեզանից վերցնի այս ընտրությունը։ Յուրաքանչյուր ոչ դուք աղյուս է, սակավության պատին։ Յուրաքանչյուր դեռ ապագայի պատուհան է, եթե այսօր գիտակցում եք, որ շատ հաճախ եք օգտագործում ոչ, սա նշան է, այսուհետ կարող եք սկսել փոխել ձեր լեզուն, քանի որ լեզուն փոխում է ճակատագիրը, եւ սա պարզապես առաջին բառն է։ Մյուս երկուսն էլ ավելի դավաճանական են։ Նրանք լռությամբ են գործում, բայց նրանք թողնում են խորը նշաններ։ Երկրորդ արտահայտությունը, որը ձեր կյանքը աղքատության մեջ է մղում, հարթ է, վաղը, առաջին հայացքից այն վտանգավոր չի թվում, բայց դա ծուղակ է, որում ընկնում են հազարավոր մարդիկ, վաղը պատրանքն է, որը կերակրում է հետաձգումը։ Առաջխաղորեն անորոշ ապագայի համար, ինչը պետք է արվի այսօր, ընտանիքներում, որոնք գնահատում են բարգավաճումը, այն վաղաժամ է սովորեցնում։ Վաղը աղքատների խոսքն է, հարստությունը կառուցված է գործողություններով ներկայումս։ Աղքատությունը պահպանվում է հավերժական հետաձգման մեջ։ Մտածեք մեկի մասին, ով կրկնում է, վաղը ես սկսում եմ խնայել, վաղը ես կուրս եմ փնտրում, վաղը լուր կյանք եմ փնտրում, օրերն անցնում են տարիները, կուտակվում են, և կյանքը մնում է լճացած, տարբերությունը, ովքեր բարգավաճում են, և ովքեր լճում են ոչ միայն հնարավորությունների, այլ հրատապության մեջ, որի հետ յուրաքանչյուրը գործում է, ով սպասում է վաղը, հազվադեպ է հեռանում տեղը։ Այս վաղը երբեք չի ժամանում, քանի որ վաղը միշտ էլ սպասվում է, ժամանակի ընթացքում հետաձգելու սովորությունը վերածվում է կենսակերպի, և ապրելակերպը իր հերթին ձևավորում է ճակատագիրը։ Ժամանակակից հոգեբանությունը այս երևույթը բացատրում է հետաձգման հետևանքով։ Դա վարկի նման է, դուք այսօր գնում եք հանգստության պատրանք և վճարում վաղվա դատարկությամբ։ Մի փոքր քաղաքում կար մի փոքրիկ քաղաքում, որը ապրում էր կրկնելով ես կանեմ վաղը, կուտակված հարցումները, հաճախորդները կհեռանան, և նրանք մտածում էին, թե ինչու աղքատությունը չի լքել իր տունը, ձեր հարևանը, ընդհակառակը լ. Ես ակնհայտ էի բոլորի առաջ և ասում էի. Ես այսօր կանեմ, որպեսզի վաղը ավելի թեթև լինի, մի քանի տարի անց նրա նպատակակետերը հակառակն էին։ Մեկը կորցրեց ամեն ինչ, մյուսը հարգված մարդ, վաղը բառը քայքայում է կարգապահությունը, այն հնչում է քաղցր երգ, որը ձեզ տալիս է կեղծ խոստումներով, թվում է, որ դուք վերահսկում եք իրավիճակը։ Ի վերջո ես ոչ չէի ասում, պարզապես հետաձգվեց, բայց դա իրականում կամքի դանդաղ էրոզիա է։ Քալ Նյուփորտ ուշադրության մասին խոսեց որպես առավել արժեքավոր արժույթ, ամեն անգամ վաղը ասելով, դուք վատնում եք այս մետաղադրամը, դուք ձեր ուշադրությունը դարձնում եք որպես դատարկության վարկ, բետոնի ինչ-որ բանի ներդրում կատարելու փոխարեն։ Եվ դա ուշադրություն դարձնելու սովորությունն է ոչ թե փող, որը որոշում է, եթե դուք հարստանաք կամ մնաք աղքատ։ Այս երկրորդ ժամկետի վտանգը այն է, որ թվում է անվնաս, ոչ ոք իրեն չի մեղադրում վաղվայի համար, ընդհակառակը, մարդը նույնիսկ թեթևացնում է, ես դեռ կանեմ, բայց դա պատրանք է, վաղը գոյություն չունի, դա միայն գոյություն ունի այսօր։ Եվ այսօր այն որոշում է, թե ինչպիսին կլինի ձեր վաղը, ահա մեծ սխալը։ Մարդիկ կարծում են, որ վաղը էներգիան խնայում է, բայց իրականում նա գողանում է նրան, յուրաքանչյուր վաղը սպառում է իր ուժը մի փոքր, մինչև մի օր գիտակցում ես, որ սկսելու համար էներգիա չկա։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, եթե դուք կարողանաք դա անել այսօր, արեք դա, վաղը չի կարող ժամանել, դա apocalyptic alert չէ, դա մաքուր տրամաբանություն է, ժամանակը միակ մետաղադրամն է, որը չի կարող կուտակվել, դուք կարող եք հետաձգել ամեն ինչ, բայց ինքնին ժամանակն է, վերցրեք փորձություն։ Ասեք, թե քանի անգամ եմ ասել վաղը անցյալ շաբաթ, այս բառերից յուրաքանչյուրը ապագայում ճեղք է, եթե չես դադարում, նրանք կդառնան անդունդ։
Մինչ այժմ մենք ունենք երկու բառ՝ ոչ և վաղը, բայց կա երրորդը, այն հնչում է նույնիսկ ավելի մեղմ, համարյա անմեղ և հենց դա է, որ կյանքը վերածում է լուռ լճացման, երրորդ բառը, որը մեղմացնում է իր գոյությունը աղքատության նկատմամբ, հետևյալն է. Նա ավելի վտանգավոր է, քան վաղը, քանի որ այս մեկը ապագայում պատրանքների օր է խոստանում, հետո վերջնաժամկետ չկա, այն ֆոնային պայուսակ է, որտեղ դուք խաղում եք այն ամենը, ինչ կարևոր է՝ երազներ, ծրագրեր, գործողություններ։ Հոգ տանել ձեզ և սիրող նրանց հետ, այնուհետև խոսքը խաբում է, քանի որ այն տալիս է ազատության տպավորություն, թվում է, թե դուք ոչինչ չեք կորցրել, ի վերջո չեք մերժել, պարզապես հետաձգել է այն անորոշ պահի համար, բայց հենց այս անորոշությունն է, որ այն դարձնում է մահաբեր, հետո երբեք չի ժամանում, այն լուծարվում է փոքր առաջադրանքների ջրհեղեղի մեջ, որոնք հոգ են տանում կյանքի մասին։ Մտածեք, քանի անգամ եք ասել։ Եվ այս խոստումներից քանիսը կատարվել են, դժմարտությունը ցավում են գրեթե երբեք։ Հրե ընտանիքում մի տղա խնդրեց իր պապին, թե ինչու է նա միշտ գրիչ և թուղթ թողել սեղանի վրա, ծերուկը պատասխանեց. Այնուհետև գողացեք ամենաարագ ժամանակը, քան գողը, այս պարզ սովորությունը փրկեց իր պապին աղքատությունից և նրան հարգարժան մարդ դարձրեց, ժամանակակից հետազոտողները դա նկարագրում են որպես սովորության շրջանակ։ Յուրաքանչյուր ավելի ուշ ամրապնդում է հետաձգումը և ձգձգումը դառնում է կյանքի ձև, անձը նույնիսկ չի գիտակցում, երբ նա դառնում է մեկը, ով միայն խոստանում է, բայց երբեք չի ավարտվում։ Բառը այնուհետև ոչնչացնում է վստահությունը, մարդիկ դադարում են հավատալ իրենց խոսքերին, գործընկերները ինչ-որ մեկին հուսալի չեն տեսնում, և երբ վստահությունն անհետանում է, հնարավորություններ, ի վերջո հնարավորությունները գնում են այնտեղ, որտեղ այժմ ստացվում են, ոչ հետո։ Նասիմ Թալեբը խոսեց հակատիրության մասին։ Կյանքն ուժեղանում է մարտահրավերներով և ազդեցություններով, բայց եթե յուրաքանչյուր մարտահրավեր հետաձգվի ավելի ուշ, դուք ինքներդ չեք ուժեղանում։ Այն դառնում է փխրուն բյուրեղ, որը ցնցում է առաջին հարվածը, արտացոլեք, քանի շանս եք կորցրել այս միակ բառի պատճառով, քանի անգամ փող ունի, ծրագրեր կամ հարաբերություններ փախել, քանի որ ավելի ուշ ասել եք, այս կորուստներն անտեսանելի են, բայց կուտակվում են ձեր և բարգավաճման պատի պես։ Հրեական ավանդույթում ժամանակը սուրբ ռեսուրս է, շաբաթը սովորեցնում է, թե ինչպես գնահատել ընդմիջումները, բայց դադարը ավելի ուշ չէ, դա էսք է։ Գիտակցաբար նայեք, տարբերությունը հսկայական է, երբ ասում եք ավելի ուշ, դուք չեք ընդմիջում։ Դուք հրաժարվում եք պատասխանատվությունից։ Այս բառի մեջ ամենաաղմկոտն այն է, որ այն հարթ է թվում գրեթե անվնաս, բայց դա մեղմ բառեր են, որոնք նպատակակետում ամենախորը վերքերը առաջացնում են, քանի որ դրա էֆեկտը լռում է մինչև ուշ լինի, եւ ահա երեք բառերը շղթայակ են։ Ոչ, վաղը, ավելի ուշ, նրանք միասին հյուսում են աղքատության ճակատագիրը։ Աղքատությունը հազվադեպ է գալիս մեկ սխալից, այն ծագում է փոքր հանձնման իրավահաջորդությունից, բյուրեղացված այս խոսքերում, բայց այս հոսանքը կարող է կոտրվել ցանկացած պահի, ըստ այնպես, ինչպես բառերը ստեղծում են աղքատության սովորություն։ Մյուսները կարող են հարստության սովորություն ստեղծել, հարցն այն է, որ պատրաստ եք դրանք փոխարինել։ Բառերը ոչ միայն նկարագրում են իրականությունը։ Նրանք ձևավորում են այն, տրված յուրաքանչյուր բառ նման է ձեր տնկման սերմին, որոշ պտուղ են տալիս։ Մյուսները ինչպես ոչ վաղը իսկ հետո մոլախոտեր են, որոնք կծծեն իրենց բոլոր ներուժը, պատկերացրեք բեղմնավորված դաշտ, պատրաստ է բերքի համար, ամեն օր, այնուամենայնիվ երկրի վրա մի բուռ աղ եք նետում և զարմանում, թե ինչու ոչինչ չի աճում։ Խոսքերը գործում են նույն կերպ։ Նրանք կարող են սպանել նույնիսկ առավել խոստումնալից գաղափարը, ասաց հրեական իմաստունը։ Նրանք ուսուցանեցին. Երբ սովոր եք ապրել ձեր ուժը ջնջելու բառերով, կյանքը ինքնին սկսում է դուրս գալ։ Եշևի երիտասարդ ուսանող դժգոհեց, որ ոչինչ չի աշխատել, ոչ ուսումնասիրություններ, ոչ էլ աշխատանք, վարպետը հարցրեց. Ինչ բառեր եք կրկնվում, առանց վարանելու, տղան պատասխանեց. Հետո, վաղը, ես ժամանակ չունեմ, վարպետը ժպտաց և ասաց. Ահա ձեր պատասխանը, դուք խոսում եք աղքատության մեջ և, հետևաբար, ստանում եք։ Հետևաբար, ժամանակակից հոգեբանները խոսում են ներքին երկխոսության կարևորության մասին, քահանմանը գրել է մտքի որոգայթների մասին։ Մենք կարծում ենք, որ մենք վերահսկում ենք մեր կյանքը, բայց իրականում մենք վերահսկում ենք միայն մեր կրկնող բառերը, եթե ձեր մտքում հնչում է ես չեմ կարող, դա ինձ համար չէ կամ հետո այն կդառնա ձեր իրականությունը։ Բայց դուք կարող եք ընտրել այլ բառեր, կարող եք սկսել ասել. Այո, ես հիմա կփորձեմ, որ ձայնը ցնցում է, որ անորոշությունը շարունակվում է, այս բառերի ուժը դռների բացումն է, ի վերջո հարստությունը միայն փող չէ, դա նաև ձեր շրջապատի մարդիկ են, հարգանքը, վաղը անվտանգությունը։
Բայց աղքատությունը միշտ սկսվում է լեզվով, նախ դու խոսում ես աղքատության մեջ, հետո դուք սկսում եք ապրել դրանում, եւ ահա շատ կարևոր կետ է սովորությունները, ինչպես ասաց Ջեյմս Յեյմսը, փոքր գործողությունները մեծ վերափոխումներ են առաջացնում, մի բառ կարող է լինել առաջին քայլը, երբ ավելի ուշ եք փոխարինում այժմ։ Դուք տնկում եք նոր ռեժիմ, սա իր հերթին քաշում է ուրիշներին եւ աստիճանաբար նրա կյանքը վերակառուցվում է։ Ռայանյան տոնը ասում էր, որ խոչընդոտը ճանապարհն է, եւ դա ճիշտ է, դժվարությունը չպետք է պատճառ լինի հետաձգելու, բայց գործելու նշան, ամեն անգամ մարտահրավեր է նետում եւ ընտրում եք այժմ ասել, դուք ամրապնդում եք ձեր ներքին ուժը։ Հրեական ընտանիքներում կա մի պարզ սկզբունք. եթե ձեզ անհրաժեշտ է օգնել, անմիջապես արեք, սա ստեղծում է վստահության եւ հարգանքի միջավայր, եւ նույնը վերաբերում է բիզնեսին, նրանք, ովքեր ճիշտ ժամանակին գործում են, միշտ առջևում են նրանց, ովքեր հետ են մղում։ Նրա խոսքերը ձևավորվում են ոչ միայն նրա իրականությունը, այլև նրա շրջապատողներից, երեխաները լսում են, երբ ասում եք հետո կամ ոչ եւ կրկնել, այսպիսով աղքատությունը սերնդեսերունդ է գնում ոչ թե փողի, այլ լեզվով։ Դուք կարող եք կոտրել այս ցիկլը այսօր, պարզապես գիտակցեք, որ յուրաքանչյուր բառ, որը արտասանում է, կամուրջ է դեպի ապագա կամ ձեր կառուցած պատը։ Գոյություն ունեն 3 բառ, որոնք անվնաս են թվում, բայց դրանք սակավության արմատներ են։ Առաջինն ես չեմ կարող, երկրորդ ուշ է, երրորդ սա ինձ համար չէ։ Նրանք հնչում են պարզ, բայց ամեն անգամ դրանք կրկնելիս ձեր ներսում կայծ է դուրս գալիս։ Մտածեք, քանի հնարավորություններ են կորել, քանի որ ասում եք ես չեմ կարող, քանի դռներ մնացին փակ, քանի որ նրանք հավատում էին, որը ուշ է, քանի տաղանդ է ստվերում, քանի որ շնջացիք, որ սա ինձ համար չէ, այս բառերը գիշերը գողանում են ձեզանից ավելին։ Հրեական ավանդույթը սովորեցնում է, ամենամեծ սահմանափակումը դուրս չէ, այլ ձեր ներսում, երբ Իսրայելի ժողովուրդը հատեց անապատը, նրանց ամենավատ թշնամին ուրիշների բանակները չէին, բայց իրենց իսկ խոսքերը։ Մենք չենք կարող, մենք շատ փոքր ենք, եւ այս բառերը երկարացկեցին իրենց ճանապարհորդությունը 40 տարվա ընթացքում։ Այսօր գիտությունը հաստատում է, թե ինչ են ճանաչում դարուրաները դարեր շարունակ, Քերոլվերը ցույց տվեց, որ ֆիքսված մտածելակերպը մարդուն պատանդ է դարձնում հանգամանքների, բայց աճի մտածելակերպը սկսվում է մեկ այլ բառով։ Բայց ես չեմ կարող, բայց չեմ կարող, ոչ մի սա ինձ համար չէ, բայց դեռ չեմ սովորել դա, փոքր բառը չի վերածում դասի եւ աղքատության մեջ ընկածության մեջ։ Մորգան Հյուսելը խոսեց փողի պահվածքի մասին, մենք հաճախ չենք ծախսում անհրաժեշտությունից, բայց որովհետև ասում ենք. ես այլևս արժանի չեմ դրան, սա ինձ համար չէ, բառերը դառնում են լուր համաձայնություն սակավության կյանքին, բայց երբ սկսում եք գնահատել ձեր աշխատանքը, ժամանակը եւ ձեր սեփական արժանապատվությունը, փողը գալիս է ձեզ համար։ Օթեսայի վաճառականի մասին բացահայտող պատմություն կա, նա սկսեց շուկայում փոքր բանկի հետ, հարևանները ծիծաղեցին։ Դուք հնարավորություն չունեք, ոչինչ չգիտեք, բայց նա ամեն օր կրկնեց. ես կարող եմ սովորել, ես դեռ չգիտեմ ամեն ինչ, բայց դա իմն է։ Տարիներ անց նա խանութ ուներ, այնուհետև պահեստ եւ վերջապես բիզնես ցանց, նրա հարստությունը չի սկսվել փողից, բայց խոսքերով նա ասաց իրեն. ահա շատերի մեծ սխալ ընկալումը։ Սպասեք արտաքին թույլտվության, աջակցության կամ առիթի, նրանք մոռանում են, որ իրենց բառերը կարող են լինել այս թույլտվությունը, կամ ասում եք այո եւ բաց եղանակներ, կամ ես չեմ կարող եւ կողպեք վանդակի մեջ։ Նասիմ Թալեբը գրել է, որ կյանքը կառուցված է փոքր խաղադրույքով եւ ընտրովիությամբ, եւ դա ճիշտ է նաեւ բառերի համար, երբ ասում եք ես կփորձեմ, դուք ստեղծում եք տարբերակ, նույնիսկ եթե քայլը փոքր է, այն կարող է մի բան դառնալ, բայց եթե ասում եք ուշ է, այն վերացնում է նույնիսկ հնարավորությունը։ Հրեա ընտանիքներում երախտագիտությունը դասավանդվում է սերունդների համար, քանի որ երախտագիտությունը մի բառ է, որը բացվում է դռներ, երբ ասում եք շնորհակալ եմ, դուք ճանաչում եք արժեքը, եւ այս արժեքը վերադառնում է, այդպիսի Բեն Շահարը հայտարարել է. երջանկությունը չի գալիս նրանց, ովքեր սպասում են, բայց ով գիտի, թե ինչպես նկատել, բառերը արժույթ են, ոմանք դա արժեզրկում են։ Մյուսները նրա հետ հարստություն են կուտակում, եւ ընտրությունը միշտ ձերն է։ Աղքատությունը հազվադեպ է սկսվում դատարկ գրպանով, այն սկսվում է դատարկ խոսքերով, որ դուք ինքներդ կրկնում եք։ Ինձ համար ոչինչ չի աշխատի, ես հաջողակ չեմ, ես ավելին չէի ծնվել, այս արտահայտությունները մեղմ են հնչում, բայց նրանց ուժը ոչնչացնում է ավելին, քան ցանկացած տնտեսական ճգնաժամ։ Հիշեք, թե ինչպես է երեխան սովորում քայլել, ֆալս տասնյակ անգամներ, բայց երբեք չի ասում. ես դրա համար չեմ ծնվել, այն պարզապես վեր է կենում եւ վերցնում է եւս մեկ քայլ, միայն մեծահասակները հորինում են բառեր, որոնք արդարացնում են անգործությունը։ Վիկտոր Ֆրանկլը վերապրեց համակենտրոնացման ճամբարները, որտեղ թվում էր, թե հույս չուներ։
Բայց նա հասկացավ, որ մինչ մարդը իմաստ ունի, նա մնում է ավելի ուժեղ, քան հանգամանքները, եւ իմաստը միշտ արտահայտվում է բառերի միջոցով, երբ ասում եք. Ես ապրում եմ իմ ընտանիքի համար կամ իմ ապագայի համար, նա ուժ է գտնում այնքանով, որքանով նա կարծես թե ոչ, բայց եթե ձեր խոսքերը կրում են մերժում եւ պարտություն, իմաստը մարում է եւ կյանքը դառնում է խոռոչ։ Գոյություն ունի մի աղքատ մարդու մասին, որը ամեն առավոտ սկսեց օրը ասելով. Ոչինչ լավ չի պատահի, եւ ձեր օրը հաստատեց դա, մարդիկ խուսափեցին նրանից, բիզնեսները դուրս եկան եւ նրա սիրտը ծանրացավ, մինչդեռ նրա հարևանը սկսվեց ամեն առավոտ, այսօր հնարավորություն կլինի, եւ հայտնվեց հնարավորությունը, քանի որ նրա աչքերը բաց էին։ Քալ Նյուպորտը խոսեց ուշադրության մասին որպես ամենաարժեքավոր հատկությունը, ձեր խոսքերը գործիքներ են, որոնք ուղղորդում են ձեր ուշադրությունը, եթե ասում եք դա չի աշխատի, դադարում եք տեսնել հնարավորություններ։ Մի շարք, բայց եթե կրկնում եմ ես կփորձեմ, ձեր ուշադրությունը լուծումներ է փնտրում, ես ներողություն չեմ խնդրում։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, որ յուրաքանչյուր բառ ստեղծում է աշխարհ։ Աշխարհը ընտանիքի ներսում, աշխատանքի մեջ, սրտում, երբ տանը հարգանքի ձայնի խոսքեր, այդ տունը հարուստ է, երբ բողոքներն ու ժխտումները արձագանքվում են, նույնիսկ ոսկին կորցնում է արժեքը։ Շատերի սխալը արժեզրկումն է, նրանք ասում են. Մի բշտիկ մի արա, եւ նրանք ապրում են այնպես, կարծես իրոք անգին էին, բայց արժանապատվությունը մի բան է, որը ոչ ոք չի կարող վերցնել, այն գոյություն ունի, քանի որ դու կենդանի ես, եւ քո խոսքերը պետք է հիշեցնեն դրա մասին։ Սիմոն Սինեկն ասաց. Ինչու ներքին նպատակը, բառերը օգնում են ձեզ կենդանի պահել, երբ կրկնում եք առաջադրեք, քանի որ ես ուզում եմ ազատություն, յուրաքանչյուր խոչընդոտ այլևս պատ չէ, եւ դառնում է քայլ, Անժելա Բադվորթը դա անվանել է համառություն։ Եվ համառությունը ծնվում է ճիշտ բառեր ասելու սովորությունից, նույնիսկ այն դեպքում, երբ ուժերը քիչ են։ Ես ևս մեկ քայլ կշարունակեմ, ես կշարունակեմ, պարզ արտահայտություններ, բայց հերոսներ դնելու համար։ Ուստի հարցրու ինքդ քեզ. Այն 3 տերմինները, որոնք գողանում են ձեր կյանքը։ Նախ, նրանք պարզապես տրտնջում են։ Այնուհետև նրանք դառնում են գոյության ֆոն, եւ որքան ավելի շատ եք կրկնում դրանք, այնքան ավելի շատ սակավության արմատները միահյուսվում են ձեր նպատակակետին։ Եզրակացությունը պարզ է, ակատագիրը փողերով չի փոխվում, բայց բառերով, նրանք ձևավորում են ձեր մտածողությունը, միտքը առաջնորդում է ձեր սովորությունները առաջացնում են իրենց գործողությունները, եւ գործողությունները կառուցում են ձեր բնավորությունը, եւ դա այն կերպարն է, որը սահմանում է ձեր ամբողջ կյանքը։ Եթե ձեր խոսքերը կատված են ձեզ, ձեր կյանքը լճացած կլինի, եթե ձեր խոսքերը ձեզ մղում են, կյանքը կսկսի բացել ձեր առջև։ Այժմ փոխեք հետո, ես չեմ կարող փոխարինելը ես կփորձեմ, դա ինձ համար չէ, ասեք ես կսովորեմ, այս փոքր փոփոխությունները կարող են թվալ աննշան, բայց նրանք առանձնացնում են նրանց, ովքեր իրենց կյանքը են ծախսում իրենց սեփական ճակատագիրը վերաշարադրողներին բախտից բողոքում։ Այս վերափոխումը շտկելու համար սկսեք այսօր պարզ մինի պլան, նախ, դիտեք օրվա ընթացքում ձերբակալեք բառը, երբ հետո բռնում ես փոխիր այն այժմ մի համար, երկրորդ, գրեք 3 կարճ նախադասություններ, որոնք առաջ են շարժվում եւ կրկնում դրանք առավոտյան եւ երեկոյան, երրորդ, ընտրեք մի փոքր գործողություն, որը դուք հետաձգում եք եւ դա անում եք այսօր, դա կարող է տևել ընդամենը 5 րոպե, բայց դա կլինի այն 5 րոպեները, որոնք կսկսեն նոր բանի սկիզբը։ Դուք կզարմանաք արագությունից, թե որ կյանքը փոխվում է, երբ բառերը փոխվում են, դա կախարդական չէ, հեշտ հրաշքների խոստում, դա գործնական ճշմարտություն է, բառերը սահմանում են ուղղությունը, եւ գործողությունները համախմբում են այն։ Հազարամազերծող իմաստությունը սովորեցնում է, որ մարդը թույլ չէ։ Նա միայն մոռանում է կարգապահության եւ նպատակի ուժը, պարզապես հիշեք այս ուժը գիտակցելու համար։ Destiny վերափոխվում է այնտեղ, որտեղ լեզուն վերափոխվում է։ Հիշեք, 3 բառերը գողանում են ձեր կյանքը, բայց 3 նոր բառեր կարող են վերադարձնել այն, ասեք այո, ասեք հիմա, ասեք դա իմն է, եւ կտեսնեք, որ դուռը, որը փակ էր թվում, կբացվի, դուք թույլ չեք։ Դա միայն երկար ժամանակ կրկնեց սակավության խոսքերը, եկել է ժամանակը վերականգնելու առատության լեզուն։ Թողեք մեկնաբանություններում, թե ինչպես են այս գաղափարները ռեզոնանսվում ձեզ հետ, թող այս բառերը լինեն նոր ուղու առաջին քայլը։